Նորից հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին, հայկական եկեղեցին զավթում է, վերացնում է, որովհետև եկեղեցին այն կազմակերպված կառույցն է, որը պայքարում է արցախցիների իրավունքների, Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացման դեմ, եկեղեցիների վանքերի ավերման դեմ եւ բնականաբար Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը չեն ուզում, որպեսզի կաթողիկոսը լինի Գարեգին II, քանի որ Գարեգին II պայքարում է հայերի իրավունքների համար, ընդ որում բավական արդյունավետ, որովհետև նա կարողանում է համախմբել աշխարհի այլ եկեղեցիներին, այլ կարևոր հեղինակություն ունեցող անձանց եւ կազմակերպություններին։ Եվ սրա համար նրանք հարձակվել են այս եկեղեցու վրա։ Այսինքն պատկերացրեք, եթե այս պահից Գարեգին II հանկարծ ասի, դե գիտեք ինչ կա, բանը Ադրբեջան, Արցախը ադրբեջանական չի, ինչ եղել է, լավ ա եղել, բա ուրիշի հողն է եւ այլն, բնականաբար այս ոհմակը օկուպացրել ենք դեռ մենք հա, հələ մի բան, թող մնային կռվեին, չգիտեմ, բան, ջերմուկում կսովածանան կգնան ու մի խոսքով այս բոլոր այս բազան, որը բոլորը կրկնում են այն ինչ որ Նիկոլ Փաշինյանի նեյրոնային ցանցերն են ուղեղում պարտադրում, մի անգամից կմոռացվեր այդ իր աշխարհի կանոնը, որ տալիս են, մի անգամից կմոռացվեր են հերյուրանքները, բանը KGB-ի ագենտ այդ ստերը որ տարածում են, դե ինչպես օրինակ ասենք մոռացվում է այն մյուս եպիսկոպոսներին եւ հոգեվորականներին, որոնք փաստորեն ենթարկվում են, պատանդարվում